Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրված ծրագիրն է։ Ռոժավին հայերը պատմում են ցեղասպանության հետևանքների մասին։ Իսրայելական թեզյա հարվածները Բեյրութի հարավային արվարձաներին ու Լիբանանի հարավին։ Իրանը հայտարարում է մոտ 10,000 քաղաքացիական օբյեկտ խոցվել։ Օդային հարվածն է Իրանը հարավային ու կենտրոնական շրջաներում։ Թրամփը զգուշացրել է Իրանին Հորմուզի նեղուցում հնարավոր ականների տեղադրման կապակցությունով։ Արցախ էթնիկ զտման դեմքերը համաժողով ու լուսանկարչական ցուցահանդես Գրանադայի համալսարանում։ Թեզյա երաժշտական գործիքն է ծնվալում Արցախում ծրագրի պատանի երաժիշտներին։ Ռոժավայում ապրող հայերը ներկայացրել են իրենց պատմությունները խոսելով ցեղասպանության երկարատև հետևանքների մասին։ Նահատակ Նուբար Օզանյանի անվան հայկական ջոկատի մարտիկ Վրեժ Մելքոնյանը նշում է, որ ցեղասպանությունից անցած ավելի քան 1 դար անցել, դրա հետևանքները շարունակում են զգացվել։ Յուրանսելավը մխլա հայեր կարում չեն խոսին իրենց մայրենի լեզվով, ճինանչում չեն իրենց մշակույթը։ Մելքոնյանը ընդգծալավեր իրենց պայքարի նպատակը ինքնության պահպանումն է, համայնքի միավորումն է։ Իսկ Ռոժավայում հասարակական գործունեությամբ զբաղվող Արև Քասաբյանի Սելավը ցեղասպանությունը պրծալ չի մենակ 1915 թվականի, այն շարունակվել է տեղահանություններով ու մշակութային կորուստով։ Ինքը նշել է Ռոժավայում ապրող մխլա հայեր ծոր փորձում են վերականգնեն իրենց լեզու մշակութային պատմական հիշողությունը։ Քասաբյանի Սելավը այդ նպատակով նախաձեռնվել է նաև հայկական խորհրդի ստեղծումը, վերը պիտի նպաստի համայնքի կազմակերպմանը, ինքնության վերականգնմանը։ Ռոժավայի հայերի ներկայացուցիչները ընդգծում են, որ ցեղասպանության հիշողությունը պահպանելու համայնքային կառույցների ստեղծումը կարևոր քայլ է իրենց պատմական հիշողությունը ազգային ինքնությունը պահպանելու հետ։ Իսրայելական ռեժիմը թեզյա օդային հարվածները հասցրել Բեյրութի հարավային արվարձաներին ու Լիբանանի հարավային շրջաններին են պենանիետը վեր բնակիչների նախապես կոչ արվել լքել տարածքը։ Լիբանանի իշխանությունների տվյալներով շարունակվող ռազմական գործողություններին դերդան երկրում արդեն գրանցվել է շուրջ 760,000 տեղահանված։ Լիբանանը ներգրավել է տարածաշրջանային հակամարտության մեջ անցած շաբաթ, վեր Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահը հարձակումները իրականացրել է Իսրայելահությունը։ Դրան հաջորդան Իսրայելա-թեզյա ռազմական գործողությունները այդ թվում օդային հարվածների ու ցամաքային ուժերի տեղակայում սահմանային շրջաներում։ Լիբանանապետական լրատվական գործակալության հաղորդմավը հարվածներին հսցվել նաև Բեյրութի հարավային շրջաններին, ինչտեղ Հեզբոլլահը ունի ուժեղ ներկայություն։ Միաժամանակ Լիբանանի հարավում եւս գրանցվել մի քանի պայթյուն է։ Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելը հարվածներին դերդան զոհվել առնվազն 486 մարդ, իսկ ավելի քան 1300 մարդ վիրավորվել է։ ՄԱԿ-ը նշում է, որ տեղահանության տեմպերը հակամարտության ընթացքում ավելի արագ են, քան 2024 թվականի Իսրայելը Հեզբոլլահ պատերազմում, ինչը մծցնում է երկրում հումանիտար ճգնաժամի վտանգը։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ Ամերիկայի ու Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողություններին դերդան երկրում խոցվել են համարյա 10,000 քաղաքացիական օբյեկտներ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ փետրվարի 28-ից սկսած հարվածներին վախտը վնասվել կամ ավիրվել է 9669 քաղաքացիական կառույց, որոնց թվում են հազարավոր բնակելի տներ, առևտրային կենտրոններ, շկոլներ, բժշկական հաստատություններ։ Իրանի տվյալները հարվածներին դերդան զոհվել ավելի քան 1300 մարդ ու վնասվել նաև էներգետիկ ենթակառուցվածքներ ու քաղաքացիական ծառայությունների օբյեկտներ։ Թեհրանը պնդում է, որ հարվածները նպատակաուղղված են ելել քաղաքացիական բնակավայրերին ու կարևոր ենթակառուցվածքներին, մեղադրելով Ամերիկային ու Իսրայելին միջազգային իրավունքի խախտման մեջին։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են ու վերլուծաբանները նշում են, որ հակամարտությունը կարելի ավելի ընդլայնվի, ազդելով սաղ մերձավոր արևելքի անվտանգության ու էներգետիկ շուկաներին Իրան։ Իրանը հարավային ու կենտրոնական մի քանի շրջաններ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ենթարկվան Ամերիկայի ու Իսրայելի իրականացրած օդային հարվածների։ Տարածված տեղեկությունների համաձայն հարվածներին հսցվել Խուզեստան նահանգի Մասջեդ Սոլեյման քաղաքում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտին, մինգել Բանդար Աբասում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստին։ Բնակիչները հայտնել են նաև Քիշ կղզում տեղ ունեցած մի քանի պայթյունների մասին։ Միաժամանակ հաղորդվել է, որ հարվածը հսցվել Շիրազա օդանավակայանում գտնվող ռազմական ինքնաթիռի։ Իրանական ներքին լրատվամիջոցների տվյալներով հարվածներին ենթարկվել նաև Շահրե Քորդի օդանավակայանը, Բուշեհր նահանգի Դաշտեստան շրջանը, Մինգել Քեշմ կղզու ու Իսֆահանի որոշ տարածքներ։ Միջադեպերի մասին պաշտոնական մանրամասները հալամ ճշտվում են։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ նախազգուշացում արել Իրանին պահանջելով անհապաղ հեռացնել Հորմուզ աննեղուցում հնարավոր տեղադրված ծովային ականները։ Իրանը ասել է, եթե Թեհրանը կատարի ոչ այդ պահանջը, ապա կարեբախվի ռազմական հետևանքների մինչ այժմ չտեսնված մակարդակով։ Միևնույն ժամանակ Իրանա-իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտարարել տարածաշրջանում կարին թիրախավորվին օտարերկրյա նավերը, ինչը մծցրալ է լարվածությունը ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցում։ Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներամինը, վերաբերականացվում է համաշխարհային նավթային փոխադրումների զգալի մասը։ Վերլուծաբանները նշում են, այնտեղ ստեղծված ցանկացած լարվածություն կարի ազդել ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլև միջազգային էներգետիկ շուկաների վրա։ Իսպանիայի Գրանադայի համալսարանում անցկացվել է Արցախ էթնիկ զտման դեմքերի համաժողով ու լուսանկարչական ցուցահանդես, չնայած Բաքվի դեսպանատան ճնշումներին։ Միջոցառմավախտը քննարկվել 2023 թվականի Արցախ իրադարձությունները ու հայերի բռնի տեղահանումը։ Ֆոտոլրագրող Անդրեո Ֆերնանդես Գարսիան ներկայացրել է փախստականների մասին յուրան լուսանկարները, իսկ Սարգիս Հակոբյանը կարևորել է միջազգային իրազեկումը։ Մարտի 4-ին ծնվալում Արցախում ծրագրի հենք ջահել երաժիշտն է ստացան թազագործիկն է։ C-Quadrat Ampega Asset Management Armenia ընկերության աջակցությունով։ Թազագործիկները քյոմագեն նրանց ավելի լավ պատրաստվել տեսերի մասնակցել մրցույթներին ու հանդես գալ համերգներով։ Ծրագիրը վեր է նախաձեռնել է դիրիժոր Սերգեյ Ցմբատյանը, աջակցում է Արցախը տեղահանված տաղանդավոր ջահիլներին շարունակել երաժշտական կրթությունը Հայաստանում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։